փոխում են կարծիքը այն մարդկանց կարծիքը, ովքեր ասում են եռատոն այլևս չկա։ Եռատոն կա։ Այն մեծ ժողովությունների գնով վաստակած հաղթանակները, որոնք մենք նշել ենք եւ նշում ենք այսօր, ոչ մեկ մեզանից խլել չի կարող։ Այսօրվա կառավարիչների հենց նպատակն է մաքրել պատմությունը մեր հաղթանակներից, որպեսզի մենք նրանք մոռանանք։ Մենք դա անել չենք կարող։ Եռատոնը մերն է եւ վստահեցնում եմ, որ մենք հետագայում ունենալու ենք շատ ավելի մեծ, շատ ավելի զորեղ հաղթանակներ։ Ինչը պետք է հաղթանակի համար։ Այդ հաղթանակի համար կա մի պայման, որը պարտադիր է։ Դա համախմբվածությունն է։ Ես որապես վստահ եմ, որ այն թեզերը, իբր թեզերը, որոնք հիմա առաջ են տանում այսօրվա կառավարիչները, դրանց կիսողները Հայաստանում փոքրամասնություն է։ Մեծամասնությունը հավատում է, որ մեր հայրենիքից սպասում են մեծ հաղթանակներ, հավատում է մեր ազգային արժեքներին, մեր եկեղեցու արժեքներին, մեր պատմությունն է արժևորում։ Ես գիտեմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը այդպես է մտածում։ Պարզապես այնպես է ստացվել, որ մի խումբ մարգինալներ այս բանին փորձում են մեզ կառավարել։ Հենց որ դա փոփոխվի հայրենասերների միասնության շնորհիվ, հաղթանակները իրենց սպասեցնել չեն տա։ Ինչպես փոփոխվի, պարոն Մամեջանյան, արդյոք իմպիչմենտի օրակարգը, որ նաև հավանության է արժանացել հանրապետական կուսակցության կողմից, կկարողանա այդ այլընտրանքային օրակարգ դառնալ իշխանությունների համար։ Երբ մենք պիտի իրականացնենք մեր առաքելությունը, մեր պարտքը, մեր պայքարը, ես ճիշտ ասած սովոր չեմ գցել բռնել կներեք բառիս համար կստացվի թե չի ստացվի։ Կապ չունի, ուժերի 150% լարվածությամբ մենք պիտի լծվենք գործի, իսկ վարչապետին համստահություն հայտնելու գործընթացը այս պահին առկա ամենահավանական եւ ամենա իրատեսական, երևի ես բառը օգտագործեմ, գործիքն է իշխանափոխության։ Դե այլընտրանքը ոչինչ չանելն է, իսկ դա մեր համար չի։ Մամեջանյան, տպավորություն է, որ ինչպես 2018-ի հայտնի իրադարձությունների օրերին, այնպես էլ այսօր ինչ-ինչ շրջանակներ մտահոգված են հանրապետականներին դաշտից հեռացնելու, այսպես ասած, գործով փորձում են ամեն դեպքում լծվել են այդ գործին, ինչով եք խանգարում։ Երևի խանգարում ենք նրանով, որ ազգային ուժ ենք, խանգարում ենք նրանով, որ հայ ժողովրդի Հայաստանի պետականության նորագույն պատմությունը եւ հանրապետականի պատմությունը միահյուսված են, որովհետեւ մեր հիմնադիր հայրերը դեռևս խորհրդային ժամանակներից ապրել, պայքարել են անկախ Հայաստանի, մեր սուվերենության, մեր հայրենիքի հզորության գաղափարներով, կերտել են Արցախի հաղթանակները, այնուհետ կարողացել են պահել անվտանգ մեր երկիրը։ Երևի դրանով խանգարում ենք։ Երևի կան մարդիկ, որոնք դրան դեմ են, բայց բոլորին զգուշացնեմ, հանրապետականին ոչնչացնել հնարավոր չի։ Դա շատ-շատերն են փորձել անել ու ոչ մեկին չի հաջողվել, ու ոչ մեկին չի էլ հաջողվելու։ Մենք մեր առաքելությունը, մենք մեր պայքարը կիրականացնենք։ Շնորհակալ եմ։